Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում ահագնացել են քաղաքական ճնշումները։ Անհերքելի է, որ այսօր կան քաղբանտարկյալներ, եւ դա ոչ միայն քաղաքական հայտարարություն է, այլ փաստարկված իրողություն։ Իշխանությունը վերածվել է քաղաքական հետապնդումների, հալածանքների եւ հաշվեհարդարի բացահայտ գործիքի, իսկ կալանքը մարդկանց պատժելու եւ երկրում վախի մթնոլորտ սերմանելու միջոցի։ Քաղաքական շարժառիթներով քրեական հետապնդման են ենթարկվում, կալանավորված կամ տնային կալանքի տակ են հայաստանյաց առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսներ, հոգևոր սպասավորներ եւ ծառայողներ։ Այս պահին կալանավորված է 3 հոգևոր թեմի առաջնորդ եւ ընդամենը մի քանի օր առաջ 4-րդ թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով, որը նույնպես ազատության սահմանափակում է։ Քրեական հետապնդման են ենթարկվում կալանավորված կամ տնային կալանքի տակ են հայրենիքի պաշտպանության գործում իրենց կյանքը նվիրաբերած ծառայողների ընտանիքների անդամներ եւ հարազատներ, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների անդամներ, քաղաքական եւ քաղաքացիական գործունեություն իրականացնող եւ իշխանություններին քննադատող անձինք, հասարակական եւ բարեգործական գործունեություն իրականացնող անձինք, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ազգային ժողովի падգամավորներ, համայնքի ղեկավարներ, ավականիներ եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ, իրավապաշտպան գործունեություն իրականացնող փաստաբաններ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Այս մարդիկ կալանավորված են կամ հետապնդվում են ոչ թե հանցանքի, այլ իրենց գաղափարների, խոսքի եւ դիրքորոշման համար։ Այս մարդիկ ձերբակալվել, կալանավորվել են, որովհետեւ կանգնած են պետական շահերի պաշտպանության դիրքում։ Այս մարդիկ կալանավորվել են ազատ խոսքի համար, կալանավորվել են, որովհետեւ պատրաստ են պաշտպանել եկեղեցին եւ մեր ազգային արժեքները։ Կալանավորվել են, որովհետեւ համաձայն չեն այս իշխանությունների վարած քաղաքականության հետ եւ ընդվզել են դրա դեմ։ Նրանց նկատմամբ առկա է խտրական եւ տարբերակված մոտեցում եւ հետեւաբար վերջիններս հանդիսանում են ԵԽԽՎ 2012 թվականի 19:00 բանաձևով նախատեսված չափանիշների համապատասխան քաղբանտարկյալ։ Ուստի այս հայտարարությամբ արձանագրում ենք, որ քաղաքական հետապնդումներ իրականացնելու նպատակով դատական եւ իրավապահ համակարգերի օգտագործումը հակասում են Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային, այդ թվում ԵԽ-ի անդամ պետությունների պարտավորություններին։ Փաստում ենք, որ տեղի ունեցողը անմիջականորեն հրահրվում եւ ուղղորդվում է, համակարգվում է երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների կողմից։ Լիակատար համերաշխություն ենք հայտնում բոլոր քաղբանտարկյալներին, քաղհալածյալներին եւ նրանց ընտանիքներին։ Պահանջում ենք դատարանների անկախության ապահովում, ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող հետապնդումների դադարեցում, բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում։ Պահանջում ենք մարդու իրավունքների պաշտպանից հստակ գնահատականներ քաղբանտարկյալների հետապնդումների առնչությամբ, հրավիրում ենք միջազգային կառույցների ուշադրությունը եւ վերահաստատում ենք Հայաստանի Հանրապետության հանձնառությունը միջազգային չափանիշներին համապատասխան իրականացնել քաղբանտարկյալների իրավունքների եւ ազատությունների պաշտպանություն։